Հայաստանի նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող, հայտարարում է Արդարադատության նախարար, սահմանադրական փոփոխությունների գործընթացը ղեկավարող Սրփուհի Գալյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ընդգծել էր, թե նոր սահմանադրությունը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բայց չէր բացատրել, ինչպես է դա արտահայտվելու տեքստում։ Հարցի պատասխանն այսօր փորձեցինք ստանալ սահմանադրական փոփոխությունների խորհուրդը ղեկավարող Սրփուհի Գալյանից։ Խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը։ Որ Հայաստանի սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը, Բաքուն է պնդում, պահանջում փոխել այն վերացնելով իրենց գնահատմամբ փաստաթղթում առկա տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանում այժմ նոր սահմանադրության տեքստ են մշակում, իսկ ինչով է գործողը վտանգում խաղաղության հաստատմանը, եթե նոր սահմանադրությունը ըստ նախարարի պետք է զերծ լինի այդպիսի վտանգներից։ Այն, որ գործողը մեր ընկալմամբ եւ մեր պետական մարմինների մեկնաբանությամբ, այդ թվում Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ չի կարող խանգարել խաղաղության գործընթացին, դա փաստ է, այսինքն մեր դիրքորոշումը նաև միջազգային հարաբերություններում դա է։ Եվ մեր շեշտադրումը եւս դա է։ Մենք բոլորս, մեր վարքագիծը պետք է կառուցենք այնպես, որ չվտանգվի խաղաղության գործընթացը։ Այսինքն խնդիրը մենակ սահմանադրության չի վերաբերում, խնդիրը բոլոր օրենքներին է վերաբերում եւ իրավական ակտերին, եւ նաեւ մեր գործելավոճին որպես քաղաքացիներ եւ նաեւ որպես կառավարություն։ Արդարադատության նախարարը այսօր կրկնեց այն, ինչ տևական ժամանակ ՔՊԱ-ականներն են ասում, թե նոր սահմանադրության անհրաժեշտությունից դեռ 2019-ից է խոսվել։ Բայց ընդդիմադիրները հիշեցնում են, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել իր բնորոշած սուպերվարչապետական համակարգը, որն այդպես էլ չարեց։ Իսկ այժմ Բաքվի պահանջով է շարժվում, որ ի վերջո սահմանադրության նախաբանից հանեն անկախության հռչակագրի հղումը, որում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ Արդարադատության նախարարի այսօրվա հայտարարությունները հակապետական են։ Մեծ հաշվով թշնամական օրակարգ է դա, որովհետև բոլոր են երկրները, որոնք հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը նետում են այդ ձևակերպումը, որ խաղաղությանը խոչընդոտում է ձեր սահմանադրությունը, հա, այդ մարդիկ թշնամիներ են։ Հայաստանի սահմանադրությունը չի կարող խոչընդոտել բոլոր այն խաղաղություններին, որոնք հիմնված են հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ միջազգային իրավունքի սուբյեկտի հիման վրա։ Քաղաքացիական պայմանագրի քարտուղարն այսօր էլ պնդեց, սահմանադրության շուրջ քննարկումները Հայաստանի ներքին հարցերն են, արտաքին քաղաքականության հետ կապ չունեն։ Արթուր Հովհաննիսյանը միևնույն ժամանակ ընդունեց, նոր սահմանադրությունը անդրադառնալու է հարևանների հետ հարաբերություններին, իսկ թե ինչպես չհստակեցրեց։ Սահմանադրությունը պետք է արտահայտի այն գաղափարախոսությունը, որը Հայաստանի Հանրապետությունում կա այսօր։ Սա ուրեմն իրական Հայաստանի այո տարածաշրջանում իր հարևանների հետ, ուրեմն իր հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին է, որը այո բխում է բնականաբար սահմանադրական կարգավորումներից։ Խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն դրա ստորագրման համար ոչ միայն պահանջում է, որ Երևանը փոխի սահմանադրությունը, այլ նաև լուծարի տասնամյակներ շարունակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հնարավոր է Երևանը համաձայնի դա անել նախքան պայմանագրի ստորագրումը։ ՔՊԱ-ական Արթուր Հովհաննիսյանը ուղիղ չպատասխանեց։ Ես չեմ ուզի եթե ապա, այսպես ասած, բանաձևով հարցերին պատասխանել, հատկապես որ խոսում ենք երկու երկրների հարաբերությունների մասին, հայկական կողմը հնարավորինս կառուցողական է։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը նաև Թուրքիայից են կարևորում։ Այդ երկրի իշխող ուժի խոսնակն ասել է, Բաքվի այդ պայմանների կատարումը նոր թափ կհաղորդի նաև հայ-թուրքական կարգավորմանը։